Ինձ թվում է բոլորդ տեսել եք վիդեո, որը որ մի քանի օր առաջ ընկել էր Արսենի Վիզև TV ալիքում, որտեղ ինքին վրա անում էր պրանկ։ Այսօր եկել է հատուցման օրը։ Արսենի ստան մեջ մենք տարբեր անկյուններում տեղադրել ենք կամերա, հիմա էվակուատորը գալիս է, որ Արսենի այս Չիպսոնի մեքենան տանենք մի հատ լրիվ ուրիշ տեղ։ Մեզ հիմա պետք է մի բան, Արսենի մեքենայի բանալին, եւ այդ հարցով մեզ կօգնի Լիլիթը։ Опа! Արսեն տղա, դու փոշմանելով ես։ Ջմես որ տունը թողեց ես մաքրեցի։ Էվակուատորը էս ասում է, մեզ հիմա պետք է արդեն բանալիները, որ տնենք նիտրալ եւ բարձենք էվակուատորի վրա։ Մոռացել եմ։ Դե բեր, զգուշ չարտնանա կամանց։ Արսենը այնտեղ վերևում հիմա խորը քնած է ու չգիտի այսօր իրան ինչեր է սպասվում։ Հիմա տեսնենք Արսենը քնած է թե չէ։ Պետք է շատ զգուշ լինենք, որ չարտնա։ Հիմա ինչ ենք անում, դու ստեղ սպասում ես մինչև էվակուատորը գա, մի 10-15 րոպեից Վարորդը ասեց, որ ստեղ կլինի։ Մեքենան բարձում ենք էվակուատորի վրա, տանում ես բանալիները, դնում ես իր ճիշտ տեղը, ու հենց արդեն մեքենան բարձենք տանենք այնտեղ, որտեղ որ պետք է տանենք, այդ ժամանակ դու նոր արդեն Արսենին կարտացնես ու կասես Where is your car? Okay, բայց պետք է արագացնենք, թե չէ Արսենը որ արթնացավ, ինձ էլ քեզ էլ սպանելու է։ Մինչև մեքենան կամաս բարձանում է էվակուատորի մեջ, դուք պահը մի կորցրեք, հենց հիմա փոքրացրեք էկրանը, անպայման դրեք լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին եւ հարմար տեղավորվեք, որովհետեւ այսօրվա վիդեոն շատ դաժան է լինելու։ Այ հիմա բանալիները տար, որտեղից որ վերցրել ես, դիրը տեղ, այո։ Մեքենան պատրաստ է արդեն էվակուատորի վրա, հիմա տանում ենք մեքենան, թաքցնենք, դե ինչ, անցանք դաժան չելենջների։ Ընկերներ, քանի որ պետք չի, որ Արսենը հասկանա, որ ես եմ օգնել այս ամեն ինչում, պետք է այս բանալիները տանեմ հետենեմ սենյակ նույն ձևով, որ չհասկանա, որ ես ոց եմ։ Արտասի, ուր ես թողել ավտոդ գիշերը, ուր է իր գնացել։ Կյանք հայատնա թոքանը։ Արսենի ձև ես առնում, ուր է ավտոդ, բանալիները տունն է, ավտոդ չկա։ Սպասի ելնում է։ Շլվար ես դու։ Հիմա տանում ենք Արսենի մեքենան թաքցնենք եւ իմ հաշվարկով Լիլիթը արդեն պետքա որ հիմա Արսենին արթնացնելուց լինի եւ Արսենին փոխանցի այդ ցավոտ լուրը դաժանա լինելու։ Էս ուր ավտոդ։ Հայատ։ Վատ ձև էր անելու։ Այն այդ դեպիլ կատակա, բախշետ ինչ է։ Ես թողել տուն։ Դրս առնում։ Հայ գիշեր Արսեն, գնա գտի ավտոդ։ Խմած ես աղել գիշերը։ Давай որ նավի կանը։ Չէ, խմած ես աղել գիշերը։ Չէ, հորա վատ ես, արի։ Նայում ես։ Չի կարա ավտոս անհետանը։ Արս երբան չկարա։ Տեսա, գիտես, այս ինչի համար է, գիտես, ես խեմ հովոյին օգնել, որովհետև քո պատճառով հովոյի տունը սա ես եմ մաքրել։ Դու էլ էր մտածել ես։ Ես չեմ մտածել, դու ինձ առաջարկես, ես ասել եմ հո։ Բայց դու ասել ես, չէ՞ Հո։ Ալավ հիմա ինչ պետք է անեմ։ Չգիտեմ։ Հիմա ինչ ենք անում, քայլ առաջին, նկարում ենք Արսենի մեքենան, որը գտնվում է եսին որտեղ եւ ուղարկում ենք իր Telegram-ին։ Նկարը արված է, էսի ուղարկում ենք Արսենին։ Դու չգիտես ուր դե Յանի ավտոս։ Չէ։ Ինձ մենակ ասել է, չեմ ասել ինչ ասել։ Ինչ ասե։ Չեմ ասել։ Ինչ ասե։ Չեմ ասել։ Իսկական։ Հազար դրամ։ Ասել է բանալին դուր։ Ես էլ տվել եմ։ Իրա խոսքը, ասա։ Դուք ասես Լիլարի Արսենի կփին պրանկ անեք։ Դալշը, բանալից հետո Ու ասա։ մենակ բանալի ուզը, ես ասել եմ։ Բայց քարավ մենակ ինքն ինձ ասել է բանալի դուր, ես էլ տվել եմ։ Ո ոչ մի բան չգիտես։ Հատ եկեք այս սատանայական ժպիտով սմայլիկ ուղարկենք ու գրենք բա գիտեիր արածը անպատասխան է մնալու։ Լիքա ուղարկում։ Ինչ նորիկա ուղարկել։ Վիշապի։ Բա գիտեիր արածը անպատասխան է մնալու։
Հիմա քանի որ Արսենի մեքենան գտնվում է մեր մոտ, այսինքն ինչ ասենք, պետք է անի։ Բա ինչ։ Արզբետ մի մոռացի, որ հովոն քո ընկերն է, ինքը կարող եթե ես տեղ չլինի, ինքը կարող մտնել քո սենյակ, վերցնել ու գնալ։ Խաղաղ ստեղ ասի։ Իսկ ես sense գոնե 3000 դրամ աշխատեցի։ Արա նա ինչ ա գրել, այստեղ։ Մինչև ասածս 3 challenge-ը չանես, մեքենա չես ստանալու, Լիլիթ ջան։ Մի անգամից հարցնում է ինչ challenge, եկեք մի հատ հարցնենք, արդյոք ինքը պատրաստ է։ Մի քիչ էլ ներվեր ուտենք։ Ձեր առնում եմ արև շոու ասարքե, արդյոք դու պատրաստ։ Ինչ ասեմ, պետքա չքննարկվի, ախպերս, թե չէ, հաջողություն, մեքենա։ Եթե հասկացար, սեղմիր 1։ 1։ Արի երթվում եմ սեղմելա 1, օքեյ։ Մեկը սխմել եմ, խիչի գրում։ Բայց Ինչքան ձմեռային շոր ունի պետքա հագնի, չգիտեմ, ձմեռային գլխարկով, կապիշոնով ու իջնի քայլի հյուսիսային պողոտան, որտեղ բոլորը լինելու են բնականա կարճաթևով։ Ու ընթացքում պետքա ինձ պարտադիր Telegram-ով վիդեոներ ուղարկի, որ ես ստենամ challenge-ը անում եմ։ Challenge 1, ինչքան տակ ձմեռային շոր ունես, հագնում ես, իջնում ես հյուսիսային ու քայլում ես մի ծայրից մյուս ծայրը։ Ընթացքում ինձ վիդեո կուղարկես, որ տեսնեմ արելուս։ Ու ստեղ եկավ այս վիդեոյի ամենակարևոր հատվածը։ Արսենին ասում եմ, որ հետը վերցնի իր YouTube-ի կնոպկեն։ Գրել է, հետդ կվերցնես քո YouTube-ի կնոպկեն։ Challenge-ում էտելա պետք գալու։ Այսքան բան, սպասում ենք վիդեոների։ Դե անցանք այս challenge-ը անելու։ YouTube-ի կնոպկեն վերցրա։ Գոש։ Ձմեռային շորերս բեր։ Եկել է ժամանակը հագնվելու, մենք հիմա գտնում ենք հյուսիսային պողոտայի կողքին։ Վերցրել եմ ինձնից 7 ռազմեր մեծ կուրտկա, որ կարողանամ այսքան հուդից հետո հագնեմ այդ կուրտկեն։ Այս երկուս հայեր։ իմ հակած է։ Լավ, մի վայրկյան հովոյին պետքա վիդեո ուղարկենք, չէ՞ որ մենք ստեղ էինք ու սաղ տոշնի է։ 1, 2, 3, ոբշում էլի կա։ Էսեր, շո, գամ ավտոս վեկալ է։ Արի երթվում եմ կապիշոնով բանով մի քանի հուդի հագնված իջելա հյուսիսային։ Վայարա։ Դուր տենց, հա։ Չիպսոնի վկաները։ Արա շատ շոկ հա։ Գլխում ես Արշեն։ Հրենայք են աղջկան, որ ոչ մի բան չի հակել ու ինձ, որ այսքան բան եմ հակել։ Սեն պողոտայում չգիտեն դու ինչի համար ես ձմեռային հագնված։ Արա ասում են դուք տեսել եք Վիզև TV ալիքում իր վիդեոն թե ինչ էր արել։ Որ մեքենաս կապե, տունս այնքան խլապուշ կատարակացրե, մինչև հիմա տանիցս այդ խլապուշկի մասունքները գտնում եմ ախպեր ջան արա։ Բայց ես եմ կոյտ հավասար տանջվում։ Արա ջուրը վրից էս դու ասում հավասար տան։ Всё, հյուսիսայինի վստահ։ Всё, հյուսիսայինի վերջնա։ Մենք ֆրացինք։ Գրում եմ իրան, որ մինչև հյուսիսայինի վերջ պետքա քայլի։ A-կետից մինչև B-կետ։ Շուչս կտվում է ուժը։ Էլ չեմ ձգում։ Երթում եմ հայր սաղ ջուրեմ։ Всё։ Այս շկայթը։ Նայեք սաղ ջուրեմ։ Արսենը առաջի challenge-ը արեց։ Սպասեք տենանք հովն գրել է։ Challenge համար 2։ Ինձ թվում է փոքր ժամանակ բոլորս է խաղացել ենք, չէ՞։ Մրուկ են, որ դեմքը ֆուլ սևացնում էին։ Հիմա Արսենին գրում ենք, որ խանութից առնի ածուխ կամ չգիտեմ, ինչ որ հարմարանք դեմքը ֆուլ սևացնելու համար։ Բար դուք իմանաք երրորդ challenge-ը ինչ եմ անելու։ Չնայած եթե YouTube-ի կնոպկեն ասել եմ բեր ու նաև ասել եմ, որ դաժանեմ, դե պատկերացրեք։ Արե զեն չեմ անում, դուք պատկերացրեք։ Ես ինչա գրել։ Ասում խանութից արծուխ կամ ինչ որ սևացնելու հարմարանք ու սևացր ամբողջ դեմքդ։ Իսկ հովոյին գրի չեն կարա զատիկ սարքեն քեզ։ Ուրեմն եկել է ժամանակը դեմք սևացնելու, այ այսինքն ամբողջական բլոկ լուցկի եմ առել։ Երիտասարդ կնոպկով հավատում է ինձ։ Հավատում ես ինձ։ Շնորհակալություն։ Հայր արժի Լիլիթի մազերը վառել, բայց ինքը ինձ ծեծելու է։ Արժի արդյոք ծեծ ուտել այդ մազերը վառելու համար։ Այս ինչ տանջանք է։ Արդեն մոտ ժամից ավել է, ես սպասում եմ Արսենի նամակին ու Արսենից նամակ չկա, բայց ես ինչ եմ անում, իմ համար լրված եմ, դրա համար է ոչ անհանգստանում եմ, ոչ է։ Ես ստեղ եմ, Արսենի մեքենան ստեղ է, հենց որ Արսենը եթե ուզում է վռազի, ինքը պետք է վռազի, մենք վռազելու ոչ մի բան չունենք։ Մենք այս սիտուացիայում թելադրող ենք, իսկ Արսենը կատարող։ Մի բլոկ լուցկի ենք առել, մի բլոկը վառեցինք, հայ ջան, նենց քիչ ածուխ ստացվավ, բայց լնեք ոնց է սևացնում արա։ Արիա։ Հաճելի է։ Ջեր ինչն է հաճելի։
Ոյ քորա, էս դարարա։ Երախոսով ինչ եմ բզբզում հայր ջան, ինչով սպասում ենք ինչ խաղանք, 50% զարյատկա ունեմ, PUBG Mobile-ը շատ է տանում զարյատկա։ Եկեք մտնենք Radmir Hustle Online, մի քիչ Hustle խաղանք, մինչև Արսենն է գրի տենենք ինչ ա եղել։ Ու կստացի մի հատ բան ասեմ, որ ինչքան էլ հիմա մի քիչ ուրիշ ձև կհնչի, Radmir-ում Hustle Online-ում ես ու Արսենը մի սեմյայից ենք։ Կյանքում sense պրանքներ, վիդեոներ անում ենք իրար վրա, բայց այնտեղ շատ հաշտ ու համերաշխ իրար հետ ապրում ենք։ Մեր սեմյան հայկական սեմյա, հենց որ հենց դու էլ կարաս գաս ու միանաս մեր սեմյային։ Նկարագրությունների բաժնում կա link կամ մտի Google Play կամ App Store ու այնտեղ գրի Hustle Online։ Քաշի գրանցվի 18-րդ սերվերում քո ազգանունը գրի ջան, անպայման երբ մտնում ես խաղ գրի #Sirius պրոմոկոդը արի միացի մեզ այնտեղ կարաս աշխատես թե բժիշկ, թե գանգստեր, թե ոստիկան, իհարկե չի խրախուսվում, բայց եթե ուզես կարաս այդ ամեն ինչ անես։ Hustle Online 18-րդ սերվեր սպասում ենք հենց քեզ։ Արսենն է, դրորից ինչքան է սազում։ Հիմա գիտեք ինչ ենք անում։ Արսենի Telegram-ին ուղարկում ենք իմ գեոլոկացիան, որ Արսենը գա իմ մոտ, այսինքն գա մեքենայի մոտ։ Լոկացիա ուղարկել, ասում ա եկեք ստեղ։ Հովուն մեզնից գտնվում է 1 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն մենք լավ էլ մոտիկ ենք իրան։ Կարող է հենց Այսինքն կարող ենք մեքենան շուտ գտնենք։ Կարող է հենց այդտեղ էլ մեքենան է։ Դու զգուշ ովքեր շուտ են ասախելա։ Արա ամաչում եմ, հələ տնամ։ Երբ որ ինքը ինձ արդեն վիդեո կուղարկի, որ իմ ուղարկած հասցեում է, այդնից մոտ 100-ից 150 մետր ներքև է գտնվում, այդ ժամանակ ես իրան կասեմ, թե երրորդ չելենջը ինչա լինելու, դաժան չելենջա լինելու։ Հիմա վերև պետքա բարձրանանք այդտեղ լոկացիա։ Դեմի մայտնա ավելի խախան թե էս կողմի։ Ուսումային։ Էս կողմի, այն կողմի։ Ախ, արա այս ինչա վիճակս։ Այ այդտեղ ծորա, այդտեղ ծորա։ Այդտեղ այնտեղով ենք գնում, որ մարդ չի աստո։ Արեսյանով, ես այդտեղով չեմ գա, արի։ Ոյն հասնելը մնաց մի 500 մետր։ Ողնես ոնց է բերե, որ երկրորդ չելենջը սկզբին ասած մոտիկ տեղից ընտրեցինք։ Կարող է բաժանորդագրվես ալիքին։ Մունդարիկն է։ Արսենը որ լվացվեց կդառնա իսկական Արսեն, ոչ թե Մունդարիկ։ Ոչ, չի դառնա Արսեն կդառնա բելկա։ Որովհետեւ sense որ գնում ես ճամփա չկա էլ, պետքա sense իջնենք։ Լել մեր ավտոին չես կարող, թե։ Դե մի քիչ արագ իջի։ 6 7 8 9 Ուրեմն արդեն հասել ենք մեր նշանակետին, այս location-ն է։ Ես իմ safe դեմքով գտնվում եմ նշված նշանակետում։ Ուրա իմ մեքենա։ Արսենը մեր ուղարկած հասցեում է հայր։ Սիրիուսի այդ վիդեոներ չեմ նկարելու։ Այս սա քո խելքից է։ Որ մենք ստանում գրետ։ Լավ ապրես, երկրորդ challenge-ը խզարել ես, վերջին challenge։ Ու Դե հիմա մարդը խզարել է հայր ջան, չասենք որ խզարել է։ Ես եմ որ ըստ մենակությունից գժվում եմ։ Ընդ Արսենն ու Լիլիթը իրար հետ են։ Վերջին challenge։ գրետ։ Չարթիր YouTube-ից կնոպկեն։ Անպայման կնկարես, որ ես տեսնեմ։ Ուրախ ես։ Ուրախ ես։ Մախի բերի հասրի ինձ դե։ Ինձ հետաքրքիր է չի անելու, բայց ինչ կանի, ինչ կմտածի։ Այս այն challenge-ն է, որը չլնող է կյանքում։ Ոնց ուզում ես, նենց արա, անես հեռախոսը, անես հեռախոսը։ Ոնց ուզում ես, նենց արա, հեռախոսս բերի հետ։ Ավտոս բերի հետ հեռախոսս։ Գրի որ չես ջարդելու։ 7 րոպե արդեն սպասում եմ Արսենի պատասխանին ու Արսենը գիտեք ինչ է գրել, գելա չեմ ջարդելու։ Ես նրան գրում եմ, որ կմնաս առանց մեքենա։ Մենք ենք թելադրողը պետք է խաղա մեր կանոններով։ Կամ արի արհեստական բանականությամբ վիդեո սարքեն, որ Յանի ջարդում։ Արի հենց հիմա տես ինչ արագ եմ անում, որ Յանի կնոպկես ջարդին։ Հենց հիմա նենց վիդեո ենք սարքում, որ հովուն մտածի ես իմ կնոպկեն ջարդում եմ։ Դուք հիմա մտածում եք ես դաժան եմ։ Ես ճիշտ եմ։ Ապա ես շատ եմ սիրում իմ ավտոն, դրա համար պատրաստ եմ։ Այս կոճակը, այս քարը։ Կոճակը բեկար շուտ։ Հիմա նայ, քանի որ էսի մեր վերջինն է, հիմա էսի ուղարկում ենք հովին, ասում ենք շո հովո ջան։ Կնոպկեն բա որտեղ ենք պահելու։ YouTube-ի կնոպկեն, որ արդեն ինքը իմ ավտով գա, էլ հոչի փախնելու։ Այսօր մենք ինչ ենք անում, նայ։ Իդեալական է, մի քիչ առաջ հետ ենք տալիս ու վсё։ Վատ որակով եմ անում էքսպորտը, որ հանկարծ մոնտաժը չհասկանա։ Ասա որ մոզգենք։ Խրգեց։ Չեմ հավատում։ Արա աչքերից չեմ հավատում, ես պետքա նորից նայեմ այս վիդեոն։ Դնում է խոտերի մեջ ու քարով խփում է հայր։ Ինձ մեղքս եկավ, բայց մի բան մի քիչ լավ գրում եմ մոտ 100 մետր բարձրացի, ցախի
վրա կտենաս մեքենատ։ Նստում սպասում ենք Արսենին։ Ծախի վրա է մեքենա։ Հոր մետր բարձրով։ Օրի։ Արի գնա։ Հենա ոնց որ գալիս են, ես մեքենայից չեմ իջնում։ Ավտոս։ Ջարդել ես։ Արա ես ավտոյից համար ամեն ինչ եմ պատրաստանա։ Բայց ես մի քիչ Ավտոս արա։ Ավտոս։ Լիլ արի սուրպրիզ ենք անում։ Լիլի, դու քեզ մալաղեց։ Թխի թողա։ Բայց ես այդ վիդեոներ չեմ անելու։ Surprise! Surprise! Բայց Surprise! ինչով կար, մոնտաժել ես։ Եթե անկեղծ ես երկրորդ կամերով կնայիք, ասում եմ դժվար ջարդի։ Իմ համար 50-50 էր կջարդի, թե չէ, հենցա մինչև վերջ full չէի հավատում։ Չէ, բրատս չէ։ Դու պատկերացնում ես, ես գնայի տաքսի նստեի ու ասեի ինչ է տղա ջան, բոմժերին չենք տանում։ Homeless։ Ինձ թվում է պրանկի պատասխանը իդեալական էր հայր։ Արդեն մատ որ խնդրեմ ես դեմքով հիմա կասես։ Ինչ ասում։ Դնեն լայքերը եւ բաժանորդագրվեն ալիքին։ Չան։ Որ Լիլի ջան։ Բայ։ Արի նստի։ Ես ոնց փախավ երթում եմ։ Իսկ ինչքան էր կարոտ է իր մեքենան։ Մարդ պիտի սենց սիրի էլ է իր մեքենան, տեսակ ոնց նստեց ու գնաց։ Ժամը հեսա ալնում է 9, ես չգիտեմ ես նկարահանումը տևեց քանի ժամ, բայց էլի եմ ասում հայր ջան, այս ամեն ինչը Արսենի նկարած վիդեոյի պատասխանն էր։ Ու ոնց որոշվեց վերջում, անպայման դնում եք լայքերը եւ անպայման բաժանորդագրվում եք ալիքին։ Սպասում եկող վիդեոներին եւ սթրիմներին։ Հաջողություն։